Բարսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ, խնդրում եմ քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում եմ քո այսօրվա թարմոզությունը, նորոծությունը, խնդրում եմ քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնեմ քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան ջուր քեզանից թող արձակված լինի մեր կյանքերի վրա, մեր իրավիճակների վրա։ Հայր քո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է, թող կատարվի քո կատարյալ կամքը ամեն մեկիս կյանքում։ Այն հաղթանակը Հիսուս, որ դու խաչի վրա իրականացրել ես, մեր կյանքի ամեն մի բնագավառի վրա թող արձակված լինի քո Սուրբ Հոգու զորությամբ։ Փառավորվիր ամեն մեկիս կյանքի վրա, քո կատարած ու ավարտած աշխատանքը հասանելի դարձնելով ամեն մեկին։ Օրհնված թող լինի քո անունը ու քո փառքը թող հայտնապես երևա ամեն մեկի կյանքում։ Ամեն։ Ամեն։ Սիրելի հայ ժողովուրդ, այսօր շատ հետաքրքիր մի բան կա սրտումս, այն ինչի մասին, որ անդադար ասում եմ, այն ինչ որ Հիսուսը խաչի վրա իրականացրել է, Հիսուսի կատարված ու ավարտած աշխատանքի մասին, որը կատարված փաստ է, ու ընդհանրապես մենք պետք է նայենք հավատքով այն ամենին, ինչ որ արդեն Աստված ասում է։ Ոչ թե նայենք իրավիճակին ինչ կա, այլ նայենք նրան, թե ինչ է ասում Աստված։ Ու սրան նման շատ լավ օրինակ մի հատ կա Հին Ուխտում, որտեղ երբ որ Իսրայել ժողովուրդը անապատի մեջ էր, Մովսեսը իրանց առաջնորդում էր դեպի Քանանի երկիր, իրանք 40 տարի անապատում պտտվում էին ու ընթացքում տարբեր բաներ իրանց սրտերից դուրս գալի։ Ու մի իրավիճակ կար, որտեղ իրանց մեջից դուրս եկավ տրտունջը, դժգոհությունը, իրանք սկսեցին ապստամբել Մովսեսի դեմ, սկսեցին բացական բաներ խոսել, դժգոհել, ու իրանց այդ վերաբերմունքի պատճառն եղավ այն, արդյունքը եղավ այն, որ անապատում օձերը դուրս եկան ու սկսեցին մարդկանց կծել, թունավորել ու մարդիկ սկսեցին մեռնել։ Ու դա համատարած անեզք էր բոլորի վրա արձակված, որովհետև իրանք տեղ տվեցին սատանային ու սատանան սկսեց նման ձևով բոլորին սպանել։ Աստծո խոսքը ասում է, որ անտեղի անեծքը չի գործում, բայց տեղ փաստացի տեղ էր տրվել հիմնավոր ձևով, որ սատանան գործեր ու անեծքը գործում էր։ Դրա համար այդ օձերը, որոնք արձակված էին որպես պատիժ իրանց վրա, բերում էին դատաստանը։ Ու այդ ժամանակ Մովսեսը վերցնում է ու անապատի մեջ մի հատ խաչ է սարքում, խաչի վրա երկաթից օձ է սարքում, գամում է այդ օձին խաչից ու մարդկանց ասում է, երբ որ նայեք օձին, այդ գամված օձին, երկաթից օձին, որ խաչի վրա է, ովքեր որ օձի կողմից խայթված են, իրանք կբժշկվեն։ Եթե կարողանաք նայեք այդ գամված օձին, խաչի վրայի, դա կդառնա ձեր համար բժշկություն։ Ու շատ շատերը իրանց հայացքը կտրում են ֆիզիկական այդ օձերից, որ իրանց ոտքերի տակ է, որ իրանց կծել է, որ ամեն րոպե նորից կարա խայթի, ու իրանց հայացքը պրոբլեմի վրայից վերցնելով սկսում են նայել այդ պրոբլեմին, որը գամված է խաչին։ Այսինքն այն օձը, որը բերել է անեծքը, մահը, որը առկա է ֆիզիկապես, մարդիկ իրանց հայացքը, իրանց կենտրոնացումը վերցնում են պրոբլեմի վրայից ու սկսում են նայել խաչին, որտեղ այդ պրոբլեմը գամված է, այդ օձը գամված է խաչին։ Պատահական չի, որ հենց օձ է Աստված ասում սարքի ու գամի խաչին, որ այդ օձին նայողը բժշկվի։ Այսինքն ոչ թե հայացքդ լինի պրոբլեմի վրա, որը քեզ խայթում ու սպանում է, այլ դու տեսնես այդ պրոբլեմը խաչի վրա գամված, ու եթե դու դրան նայես, դու կբժշկվես։ Դա նույն բանն է, ինչ որ անդադար խոսում ենք այդ մասին, որ Հիսուսը խաչի վրա վերցրեց մեր բոլոր հիվանդությունը, մեր բոլոր անեծքը, մեր բոլոր մեղքերը, մեր բոլոր աղքատությունը ու գամեց խաչին։ Այսինքն այն իրավիճակի մեջ, որ դու կաս, այս բոլոր բնագավառները, որի մասին Աստված
նշում է, որի մեջ բերել է գերբնական փոփոխություն ու հաղթանակ։ Իհարկե, սրա մեջ նաև մտնում է հարաբերությունները, ընտանիքում ամուսինների մեջ կոնֆլիկտների լուծումը, ծնողների երեխեքի մեջ հարաբերությունների կարգավորումը, ամեն անեծք է խափանված։ Ու շատ կարևոր է, որ դու այսօր քո խնդրի մեջ, որ դու կաս, դուք ոչ թե կենտրոնանաս քո խնդրի վրա, այլ քո հայացքը հիմա բարձրացնես ու նայես խաչին ու այդ խնդիրը, որ կա քո կյանքում, անունը օձա, կարիճա, կոկորդիլոսա, ինչ ուզում ես դիր, այսինքն հիվանդությունա, կապվածությունա, մեղքա, աղքատությունա, պարտքերա, վարկերա, կապ չունի ինչա դրա անունը։ Այդ խնդրը, որ քեզ հանգիստ չի տալի, որ քեզ խայթում է, նայի, որ ինքը խաչի վրա գանված է։ Հիսուսը վերցրեց իր վրա ու գամեց խաչին։ Այսինքն, եթե դու ոչ թե կենտրոնանաս հիմա քո խնդրի վրա, այլ կենտրոնանաս, թե ինչ արի Հիսուսը, որը այդ քո խնդիրը, որը քո ուժերից վեր է, որը քո հնարավորության սահմանում չի, բայց Աստված իր հնարավորություններով դրան պատասխան է տվել, այդ հարցին լուծում է տվել։ Եթե դու կարողանաս նայես, որ քո խնդրը քեզ չի պատկանում, այլ խաչի վրա Հիսուսը գամել է խաչին, աստվածային գերբնական պատասխանը կգա քո կյանքի վրա։ Այդ այն է, ինչ որ Աստված մեզ հավատքով փոխանցում է, այն ամեն օրհնությունը, որ մեր համար իր ձեռքով պատրաստված ու ավարտված է։ Այս ձևով է գալի աստվածային գերբնական հաղթանակը, երբ որ դու չես նայում խնդրին, այլ նայում ես խնդրեմ լուծողին, որը քո փոխարեն բոլոր քո հարցերի պատասխանը արդեն տվել է։ Ես օրհնում եմ քեզ, որ աստվածային գերբնական զորությունը գա քո վրա ու քո հայացքը բարձրանա դեպի խնդրեմ լուծողը, որը Հիսուս Քրիստոսն է։ Կապ չունի ինչ խնդրեմ է ու կապ չունի դրա չափը։ Կապ չունի ինչ հիվանդություն է ու ինչ են ասել բժիշկները։ Կապ չունի ինչ կախվածություն է։ Կապ չունի ինչ չափի պարտք է։ Կապ չունի ինչքան սարսափելի է այն անեծքը, որ տիրում է քո ընտանիքում։ Կապ չունի ինչքան սարսափելի հարաբերություններ է քո ընտանիքում, քո անդամների մեջ։ Բոլորի պատասխանը Հիսուսից է։ Հիսուսն է իրավիճակներ փոխողը ու դրա համար ինքը արդեն, քանի որ դա իրականացրել, ավարտել է, ուզում է, որ դու չկենտրոնանաս այն փոթորիկների վրա, որ անդադար շեղում են քո հայացքը ու ուզում են դու դրանց մեջ մնաս ու նայելով խնդրին խեղդվես։ Հայացքդ բարձրացրա դեպի խաչը, որտեղ քո բոլոր խնդիրները գանված են խաչին Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ու Աստծո կատարած աշխատանքի շնորհիվ, Հիսուսի մահվան ու հարության միջոցով ամեն բան փոխվում է։ Գալիս է աստվածային գերբնական հաղթանակը, աստվածային գերբնական զորությունը, աստվածային միջամտությունը, Աստծո հրեշտակներն են արձակվում քո իրավիճակի մեջ ու բերում են աստվածային գերբնական փոփոխությունը։ Սա ամեն մեկիդ անձնական կյանքի հետ կապված, նույն ձևով տեսիլքի հետ կապված Աստված իրականացրել է խաչի վրա բոլոր մարգարեություններն ու օրենքը ու այն մարգարեությունը, որ կա Հայաստանի համար, Երեմիա 51:27-ը, որտեղ մինի Արարատի ասքանազի թագավորությունն է, որ պետք է բարձրանա Աստծո փառքի համար, Աստծո ծրագրերի համար, Բաբելոնի դեմ պայքարում, որը թուրանական, իսլամական աշխարհն է, շատ այդ նշում եք, ասում եք Բաբելոնը Ռուսաստանն է, Մոսկվան է, Բաբելոնը թուրանական, իսլամական գաղափարախոսությունն է, որտեղից եւ հակաքրիստոսը իրան դրսևորելու է ու իրան որպես մեսիա ներկայացնելու է։ Իդեպ ասեմ, իսլամական Կորանի մեջ նշված է, որ իրանց մեսիան հենց ինքը մեր հակաքրիստոսն է, որը Աստվածաշնչում է նշած։ Ու մեր մեսիան, որը Հիսուս Քրիստոսն է, իրանց մոտ հակաքրիստոսն է։ Ու ստեղ էլ արդեն իսկ հաստատություն կա, որ ները դուրս է գալու իսլամական աշխարհից
գալու է որպես Հակա Քրիստոս, իրան ներկայացնելով որպես Մեսիա ու Աստված։ Հայաստանը այն երկիրն է, որին Աստված բարձրացնում է հենց իսլամի դեմ, թուրանական ծրագրի դեմ պայքարում։ Հայաստանի վրա է օծությունը, որ ազգերին զգուշացնում է ու ցույց է տալի, որտեղից է Հակա Քրիստոսը բարձրանալու, ու Հայաստանն է, որ ազգերին կոչ է անում միաբանվելու Բաբելոնի դեմ պայքարում։ Ու այս ամեն ինչը կատարվել է խաչի վրա Հիսուսի ձեռքով, իր մահով ու հարությունով, եւ տարածքն է վերականգնված Հիսուսի ձեռքով, եւ Հայաստանը որպես հոգեվոր տարածք պատրաստված ու ավարտված երկիր է Աստծու համար, Աստծու ծրագրերը իրականացնելու համար։ Ու կապ չունի հիմա ֆիզիկապես ինչ է կատարվում, Սատանան ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ոչնչացման համար։ Աստծու խոսքը ճշմարիտ է ու հաստատուն է ու կատարված փաստ է, ու Սատանայի բոլոր ծրագրերը Հայաստանի դեմ ուղված գանված է խաչին, որևէ արդյունք չի ունեցել, ու Սատանան դատապարտված է, ու Սատանայի տեղը դժոխքն է։ Աստված իր զորավոր ձեռքով իրականացնում է իր խոստմունքը Հայաստանի վրա, Մինի Արարատի ասքանազի թագավորությունը բարձրանում է այս զորավոր ձևով այս վերջի ժամանակներում Բաբելոնի դեմ պատերազմում ու հաղթանակում, ու բոլոր այն ազգերը, որ Աստված կոչ է արել, որ իրանք միաբանվեն տեսիլքին, կանգնեն Հայաստանի կողքին, իրանց սրտերը Աստված փոխում է, հասկացողություն է տալի, որ հասկանան Հայաստանի կարևորությունը, տեսիլքի կարևորությունը, ու միաբանվեն ու կանգնեն Հայաստանի կողքին, տեսիլքը իրականացնելու, Աստծու կամքը կատարելու, Աստծու փառքը այս երկրի արձակելու, Բաբելոնի դեմ վերջնական ու լիարժեք հաղթանակ տանելու համար։ Ու սա կատարված փաստ է, որը իրականացել է Հիսուսի ձեռքով խաչի վրա 2000 տարի առաջ։ Փառք ամենակարող Հիսուսին, որ ինքն է տեսիլքի հեղինակն ու կատարողը։ Փառք մեր ամենազոր Աստծուն, որ իր մահով ու հարությունով ամեն բան իրականացրեց, ու ամեն տեսիլք կատարված ու ավարտված է, այո եւ ամեն Աստծու կամքին, որի մեջ մենք ներգրավված ենք, որի մեջ Աստված մեզ հրավիրել է մասնակից դառնալու, ու մենք մեր սրտերը տալով Աստծու հետ միաբանության մեջ իրականացնում ենք Աստծու սրտի երազանքը։ Փառք ամենակարող Աստծուն, որ ինքը իր խոստմունքները իրականություն դարձրեց Հայաստանի վրա ու հայ ժողովրդի վրա։ Շնորհակալություն Հիսուս ջան, քո փառքը թող հայտնապես երևա ամեն մեկի կյանքում Հիսուսի անունով։ Ամեն։